Վայրձես հայ ժամի թարմացված նորություններ է ներկայացնում հորիզոն լրատվականը ապրիլի 23-ն է չորեքշաբթի։ Անհուսալի վարք ունեցող ևս 2968 անձ փետրվար-մարտ ամիսների համար կստանա վճար։ 2 տարի ժամկետով ֆինանսական աջակցություն կտրամադրվի նաև այն ավիաընկերություններին, որոնք նոր ուղղություններ կգործարկեն Զվարթնոց և Գյումրիի Շիրակ օդանավակայաններով։ Այս որոշումներն են կայացվել գործադիրի այսօրվա նիստում։ Անուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառման ապրիլ և մայիս ամիսների համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ հատկացնելու նպատակով 2025 թվականի պետբյուջեի մասին օրենքում վերաբաշխում կկատարվի։ Առաջարկվում է երկրորդ եռամսյակում վճարումներ կատարելու համար հատկացնել 209 միլիոն դրամ։ Միջոցառման շրջանակում աջակցություն է տրվում այն վարկառու ֆիզիկական անձանց, որոնց բոլոր վարկերը 3 և ավել տարի դասակարգված է անհուսալի դասով և միևնույն ժամանակ մայր գումարի գծով պարտավորությունը կամ պարտավորությունները չի գերազանցում 1 միլիոն դրամը։ Աջակցությունը տրվում է շահառուի աշխատավարձից հաշարկված եկամտային հարկի գումարի 100%-ի չափով, որն ուղղվում է անհուսալի վարկային պարտավորության մարմանը։ Տաթևիկ Ստեփանյանը ներկայացրեց նաև վիճակագրական տվյալներ։ Այս պահին 9630 դիմումից բավարարվել են 3594-ը։ Փետրվար-մարտ ամիսների համար վճար կստանա ծրագրի 2968 շահառու։ Մարդը, ով անհուսալի վարկ ունի 3 տարի եւ լսում ա, որ այդտեն ծրագիր կա, ես որ այդպես լինեի, բոլոր գործերը կթողնեի, կգնայի, կդիմեի, որ արագ այդ պատմությունից ազատվեմ։ Հիմա բայց դիմել են ընդամենը 3500, այսինքն 40000 մարդ, որ պետք է օր առաջ դիմի, նույնիսկ ամիս առաջ չի դիմել։ Դիմաց շահառուներից 680-ը առաջին անգամ են մտել աշխատաշուկա, այսինքն դրանք նախորդող ամիս չեն ունեցել ֆորմալ զբաղվածություն, սա 22%-ն է մեր թվային ցուցանիշների մեջ, հետևաբար կարծում եմ լավ ցուցանիշ ունենք։ Շատ լավ նորություն է։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասաց, որ պետք է խնդրել բանկերին, որ ավելի ինտենսիվ կապ կազմակերպեն շահառուների հետ, քանի որ ծրագիրն ունի dual effect, այն է, բանկերն էլ դրանից եկամուտ են ստանում։ Կասկած ունեմ, որ այդ շլյուզը դեռ լավ չի աշխատում, որովհետև ըստ էության բանկերը պիտի հիմա զանգեն իրենց պրոբլեմատիկ հաճախորդներին, ասեն համեցեք ստանդարտ ձևեր սահմանեն, արագ այդ գործարքները նորացնեն։ Նախագիծն ընդունվեց, Տաթևիկ Ստեփանյանն այս անգամ էլ ներկայացրեց Հայաստանի Հանրապետությունում գենդերային քաղաքականության իրականացման 2025-ից 28 թվականների ռազմավարությունը և միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին որոշման նախագիծը, որով առաջարկվում է 6 հիմնական գերակայություն, որոնցից նոր է 6-րդը։ Այս գերակայության ներքո այս էտապում բոլոր ջանքերն ուղղված են լինելու կլիմայի փոփոխության հետևանքով գենդերային և սոցիալական ազդեցության հիմնախնդիրների վերհանմանը, հետազոտությունների իրականացման բնականաբար այս փուլում և գենդեր արձագանքող մոտեցումների ներդրման շրջանակի փորձարկմանը։ Վարչապետն արձագանքեց, քանի որ այսօր եւ բավականին երկար ժամանակ մեր բնակչության մեծամասնությունը կանայք են, կարևոր է, որ նրանց ներուժը լիարժեք օգտագործվի։ Որպես օրինակ Փաշինյանը նշեց ՏՏ ոլորտում կանանց ներգրավվածության թիվը, արձանագրելով, որ այդ ոլորտում Հայաստանի Հանրապետությունը աշխարհի առաջատարներից մեկն է, եթե ոչ առաջատարը կանանց ներգրավվածության առումով։ Վարչապետի համոզմամբ մեր հանրության շրջանում կա անկալում, թե քրեական ենթամշակույթը տղաներին ուժեղացնելու ճանապարհ է։ Ուզում եմ պաշտոնապես հայտարարել, որ ուղիղ հակառակը քրեական ենթամշակույթը տղաներին բոլոր առումներով թուլացնելու, ինքնությունից զրկելու, ինքնուրույնությունից զրկելու, մտածողության սեփական ձևեր ունենալուց զրկելու մեթոդ է։ Փաշինյանի խոսքով այս համատեքստում քաղաքականություն մշակելու անհրաժեշտություն կա, այն է ինչպես անել, որ տղաներին մոտեցնեն գիտելիքին, կրթությանը։ Վարչապետի կարծիքով հանրությունը կենտրոնացած է կանանց հետ կապված գենդերային խտրականության խնդիրների վրա, բայց ըստ նրա տղաների նկատմամբ ևս կան բռնության դրսևորումներ։ Փոքր տղաներին հայհոյանք սովորացնելու մշակույթը։ Տանը հյուրեր են հավաքվում, ասենք բանը, միջոցը ոնց որ մարդիկ նորմալ նստած շփվում են, մեկը արի, ասա դե բանին ինչ ես ասե, տատիկին ինչ ես ասե։ Այն որ մանկասակ երեխային հայհոյանք են սովորացնում, հարգելի գործընկերներ, դա բռնություն է, դա կարծրատիպերի որոշակի պարտադրանք է։ Պետք է գներեք սև շոր հագնես, ծիծակ կոշիկ հագնես եւ այլն, որովհետեւ դրանից դուրս արդեն բան է, կասեն, ես ինչի ասենց։
Հաջորդ որոշմամբ էլ ֆինանսական աջակցություն կտրամադրվի այն ավիաընկերություններին, որոնք նոր ուղղություններից ուղևորներին կտեղափոխեն դեպի Երևանից Վարդնոց եւ Գյումրու Շիրակ օդանավակայաններ։ Ֆինանսական օժանդակությունը տրամադրվում է ավիաընկերությանը ամեն նոր ուղղությունից փոխադրած եւ Հայաստանի Հանրապետություն մուտք գործած 2 տարեկանից բարձր տարիք ունեցող ուղևորի համար հետեւյալ սահմանաչափով. Գյումրի Շիրակ օդանավականի համար 1 ուղևորի հաշվարկով 15000 դրամ եւ Երևանի Զվարթնոց օդանավականի համար 20000 դրամ։ Պարտադիր պայման է, որ շահառու ընկերությունը մեկ նոր ուղղությամբ ուղևորափոխադրում իրականացնի դեպի Գյումրու օդանավակայան։ Ամեն նոր ուղղության համար ֆինանսական օժանդակությունը տրամադրվում է 2 տարի ժամկետով։ Վերջերս մենք երբ որ այցելեցինք Գյումրի օդանավակայան, տեսանք, որ այնտեղ նաև ենթակառուցվածքը բավականին լավ վիճակում է։ Նաև ուզում եմ արձանագրեմ, որ մեր պլանների մեջ է մտնում, որ այս տարի Հյուս Սարաֆի մի ճյուղը, մի շերտը միջև Գյումրի պլանավորում ենք, որ պատրաստ լինի, հույս ունեմ, որ կիրականացվի։ Վարչապետը հավելեց, Գյումրու գրավչությունը մեծանում է, բայց դեռ շատ աշխատանք կա անելու։ Տիգրան Օվակիմյան, Հորիզոն։ Այսօր խորհրդարանում անցկացված ճեպազրույցներին մասնակցել են բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները։ Պատգամավորին ուղղված հարցերի մի մասը վերաբերել է սահմանին իրավիճակը լարված պահելու Ադրբեջանի քաղաքականությանը եւ այդ պայմաններում Հայաստանի իշխանությունների գործողություններին։ Ինչ է կարծում Ադրբեջանը ինչու է շարունակ կայուն պահում այս իրավիճակը, այս լարվածությունը եւ երկրորդ մասով այս պայմաններում իշխանության գործողությունները։ Շնորհակալություն։ Այս պայմաններում իշխանության գործողությունները պիտի լինի հրաժարական։ Եթե ինչ-որ գործիչներ արդեն 5 տարի շարունակ ասում են, որ խաղաղություն են բերում ու արդյունքը սա է, հրաժարականից զատ այլ գործողություն իմ կարծիքով չկա։ Կոնկրետ նոր առաջարկ միջնորդների առումով պետությունների կամ կազմակերպությունների ունեք։ Որպեսզի մեր քաղաքացիների համար եւ ձեր համար հարգելի լրագրողներ ընկալելի լինի, որ իմ հնչեցրած կարծիքը միջնորդական եւ երաշխավորական առաքելությունների մասին չունի որևէ աշխարհաքաղաքական ուղղվածություն, ես հենց այդ դրդապատճառով չեմ նշում երկիր կամ միջազգային կազմակերպություն։ Անհրաժեշտ է գտնել մի որևէ երկիր կամ միջազգային կազմակերպություն, որը համապատասխանում է երկու մինիմալ պահանջների։ Մեկ, ունակ է ներգրավվել, այստեղ խոսում ենք եւ ցանկության մասին եւ պարտադրանք բառը լավ բառ չի միջազգային իրավունքի մեջ օգտագործելու համար, բայց որը կարող է իր հեղինակությամբ այնպես անել, որ երկու կողմերն էլ ընդունեն իր միջնորդական ծառայությունները, այսպես ձևակերպենք։ Եվ երկրորդ, որը այս կամ այն կերպ ներգործություն եւ ներկայություն ունի տարածաշրջանում։ Ում ասածը կարող է գնալ անդին կամ պարզապես հայտարարությունները։ Ցանկացած կողմ եւ ցանկացած միջազգային կազմակերպություն, որը համապատասխանում է այս երկու մինիմալ պահանջներին, կարծում եմ, որ շատ ավելի լավ արդյունքի կբերի, քան այս պահին ընթացող բանակցությունները, բացառությամբ Թուրքիայի։ Ձեր կարծիքով ինչով է պայմանավորված Ադրբեջանի այս քաղաքականությունը, ինչ նպատակ են իրենք հետապնդում։ Ադրբեջանը վերջին 5 տարում սովորել է, որ սպառնալիքի լեզվով խոսելու դեպքում, որ ահաբեկչական, այդ թվում նաև տեղեկատվական ահաբեկչական արշավներ իրականացնելու պարագայում ինքը ստանում է ավելին, քան կարող էր պատկերացնել, որովհետև ինքը պարզապես պատերազմի սպառնալիքով անցած տարի Տավուշում ստացել է Տավուշյան առաջնագծի կազմաքանդում։ Հիմա եթե դա աշխատում է, եթե Նիկոլ Փաշինյանը իր թիմը վերցնում են դա մեր ժողովրդին վախեցնում են, սարսափեցնում են Ադրբեջանով եւ ասում են այլ ընտրանքը չկա, եթե սա չանենք, մեզ վրա հարձակվելուն ու պիտի զիջենք, ինչու պիտի դա չօգտագործի Ադրբեջանը։ Դա է Ադրբեջանի պահանջները մեկը չեն, երկուսը չեն, դրանք չեն սահմանափակվել տարածքային որևէ պահանջով։ Միջանցքից սկսած Ադրբեջանի պահանջով տարածքային միջանցքից սկսած, մինչև ադրբեջանցիների բնակեցումը այստեղ իրենց բանակցային օրակարգի հերթական կետերն են։ Ինչպես կհակազդեք Հայկ Կունջյանի երեկվա տարածած հայտարարությանը, որ 18 թվականի հունիսի 4-ին Դաշնակցությունը ինքն է հաշտության պայմանագիր կնքել Թուրքիայի հետ, եւ դուք հիմա մեղադրում եք իրենց հաշտության ցանկության համար։
Մենք մեղադրում ենք իրենց Թուրքիայի ու Ադրբեջանի հետ բանակցություններում Թուրքիայի եւ Ադրբեջանի բոլոր պահանջները կատարելու մեջ։ Մենք դրան ենք մեղադրում։ Որևէ մեկը, որևէ անհատ, որևէ քաղաքական ուժ adekvatների մասին եմ խոսում, Հայաստանում չի մեղադրում Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ բանակցություն վարելու մեջ որևէ ուժի։ Երբեք չի եղել նման մեղադրանք։ Արդյոք Բաքուն ցանկանում է բանակցություններում որևէ զիջում պարտադրել հայկական կողմին։ Տեսնում եք նման միտում Բաքվի այս գործողություններում, եթե ոչ, ինչ է կարծում, ինչի համար են այս կրակոցները, ինչու չեն դադարում։ Շնորհակալություն։ Բնականաբար Բաքուն պարբերաբար փորձում է տանել իրավիճակը դեպի նոր էսկալացիա, մենք էլ բնականաբար ամեն անգամ փորձում ենք այդ նոր էսկալացիան թույլ չտալ։ Ու պիտի ասեմ, որ մենք հասկանում ենք, որ իրավիճակի լարումը կամ հնարավոր էսկալացիան կախված է ինչպես Բաքվի ցանկություններից, այնպես էլ նաև մեր այդ իրավիճակը կառավարելու ունակություններից, ու մենք այս սկզբունքով ենք առաջնորդվում, ու մենք միշտ պատրաստ ենք ու ամեն ինչ անում ենք այդ պատասխանատվությունը կրելու ու այնպես անելով, որպեսզի մեր հանրապետության վրա նոր պատերազմ հանկարծ չլինի։ Աստիկ Ադրբեջանը ձգտում է էսկալացիայի ինչ նպատակով, այսինքն ինչի է ուզում հասնել այս փուլում։ Չեմ կարող ասել, այդ հարցը ճիշտ կլինի իրենց տակ, բայց պարբերաբար է, որ իդեպ էտել են չի ասում են այդ խաղաղության բանակցված փաստաթուղթը, որը որ համաձայնեցված է հիմա Հայաստանի համար, բանա ահավոր Հայաստանի համար նվաստացուցիչ, ստրկացուցիչ պայմանագիր է, բա հարց, բա Ադրբեջանը ինչի՞ չի ստորագրում։ Իրանք ասում են երկու բան. մեկ, Ադրբեջանը ուզում է, որ Հայաստանի համար լինի նենց, որ մաքսիմալ հնարավոր ամենավատը լինի Հայաստանի համար, երկրորդ, այդ թուղթը հնարավոր ամենավատ բանն է Հայաստանի Հանրապետության համար։ Հիմա տրամաբանական շղթայի երրորդ հարցն է ծագում։ Բայց այդ դեպքում Ադրբեջանը ինչու չի միջև հիմա հայտնել, որ պատրաստ է ստորագրել այդ թուղթը հենց այս բային։ Մենք հայտարարել ենք, որ մենք պատրաստ ենք այդ թուղթը ստորագրել։ Հենց այդտեղ է, որ տրամաբանական շղթան կտրվում է ինչպես եւ իրանց բոլոր մեղադրանքներում։ Գալիս է ինչ որ մի բան, որ տրամաբանական շղթան ուղղակի կտրվում է։ Արաբի սողանքային գոտին ակտիվացել է հիմա գարնանային տեղումները ձնհալն են պատճառը, բայց այնպես չէ, որ ամբողջ տարին հողի սողք չի լինում։ Դրա ազդեցությունը գյուղի մոտ 85 հեկտար մակերեսով է եւ 2 կիլոմետր ամբողջ գյուղի արևելյան հատվածում, որտեղ տներ են կառուցված։ Տների պատերի ներսից դրսից նոր ճաքեր են առաջացել, բայց հարցը խորհրդակցության սեղանի շուրջ ուսումնավարժանքների պլանի մակարդակում է քննարկվում առանց վտանգավոր գոտում գտնվող տների բնակիչների բնակարանային խնդրի հնարավոր կարգավորման օրակարգի։ Շիրակի մարզի սողանքային երևույթների ազդեցության գոտում գտնվող 3000 հեկտարից ավելի տարածքից ամենավտանգավորը Արաբիի սողանքային գոտին է։ Հողի տեղաշարժի պատճառով դեռ 14 տարի առաջ գյուղի 11 ընտանիքի փոխհատուցում է տրվել, այլ տեղում տուն ձեռք բերելու համար, բայց նրանցից ոչ բոլորն են հեռացել վտանգավոր գոտու տներից։ Իսկ Մարտիրոսյանների ընտանիքը այդ փոխհատուցումից չի էլ օգտվել։ Հենց իր տան տարածքում էլ 2017 թվականին ճապոնացիները տեղի մասնագետների հետ համատեղ հորատումներ են արել։ Մոտ 30 մետր խորության վրա հորատանցքեր բացել, ջրահեռացման համակարգ ու սողանքի շարժը չափող սարքեր տեղադրել։ Սա հարևաններն ստացել են իմս զինդե, քուգը տրենաշ կենենք։ Հասկնաս կե, տրենաշ չերին, ծագին մտան իշխոր լջի մեծը ջուրն եկավ։ Մեծ ծագերը փակվել են, ջուրն էլ են նորից տանտագը։ Տանտակ գնացող գրունտային ջրերից պատերը ներսից ու դրսից խոնավ են, հողն էլ անընդհատ տեղաշարժ ունի։ Տան արտաքին պատերին նոր ճաքեր են առաջ եկել, հները ցեմենտով ու ավազով ամեն տարի է փակում։ Եդոնք այդպես ուր կրիշեն նստի սաղմելի, իա, արդեն գնի։ Պրոս դարզերը չեն էր, որ դարզերը նոր էլիմ չապչով զարգեմ, արանք նսպես կերևա։ Սողանքային երևույթների փաստացի ազդեցության տակ են 100-ից ավելի տներ։ Հողի սողքն էլ ավելի է ակտիվանում գարնանը։ Անձրևները շատ են, գրունտային ջրերն էլ դրենաժների հաճախակի խցանվելու պատճառով ջրահեռացումը լավ չի լինում։ Գյուղի ամեն տուն սողանքներն ուսումնասիրելու ռեալ օբյեկտ են համարվում։ Էմի ներկա մոմենտից նամշահոտը տունն է, գիշերել որ մի ամդին քնին չէ, մեկը դսա շախկոց կելդի։ Ինքնոն ասածկա կուդա, կրիշը գշախ կրդա։ Դե կրնամի օրմել մեկից նորից ծլա երտա մեկ էլ տագը մնան։ Ես քնիմ կելիմ փարկուդամասն որ ես որ լուսացրել եմ։ Այս սողանքը սպես ավիրել է մեր տունը։ Չենք կրնա նարդվաներով դաժե վերևելնենք։ Դիա փլվել է, խնդրեմ, նստել է, դուրը կոդորվել է, մինեսից դուք կնգարահանեք կտեսնեք։
Պատուհանը չենք կրնապացել, դեկտեմբերի վերջ ենք։ Մեկ քիչ եմ սիրուն ծրել, որ ամոթ էր մեր 1000 տեսակի մարդ կեշտար կուկար գմտներկերներ, հարսս էլ է փագե, նորից տիապա պոգվել են, հետ թղթերը պոգվետ հապել են, ալին ենք խպե պատին, որ քամին նեշ չգա, բայց էլի հնարավոր չէ։ Բաղդասարյանների տուն ամեն տարի փրկարարներն են այցի գալիս, անզեն դիտարկումներ են անում, պատերի ճաքերին հսկիչ թղթեր կպցնում, որ դրանցով չափեն հողի տեղաշարժը։ Ու տան բազմաթիվ հատվածներում կա այսպիսի տարբեր թվականին թվանշված, օրինակ ես եղել է 16-11-2017 թվականին, դե այն հատվածում էլ նույնպես ունենք, ամեն տարի եկե ուսումնասիրություններ են, էլի։ Սողանքային գոտում դեռ 70-ականներից տներ են կառուցել առանց վիճակի ուսումնասիրության, առանց մասնագետների դիմելու։ Բացի չափիչ սարքեր ու դրենաժներ դնելուց, կանխարգելման կարևոր միջոց է նաև այդ սահմաններում թեքությունների վրա ծառեր տնկելը։ Չարացի պատճառով սողանքային գոտու տները վթարայնության տարբեր աստիճաններ են ձեռք բերել։ Դրանցից 74-ը 3-ից 4-րդ կարգի վթարայնության է, բայց փլուզման վտանգի տակ է 10-ը։ Մենք 3-4 հատ, որ անձամբ ես եմ ուսումնասիրել, գնացել, տեսել, որ հնարավոր չէ ուղղակի, էլի։ Փոխհատուցում այս պահին չի քննարկվի վերանորոգումը, որովհետև ինձ թվա թե նաև ռիսկային խումբը տարել է 4-րդ ռիսկային աշխանի, գիտեք, որովհետև չգիտեմ, էլի պիտի օգնենք, հնարավորության սահմաններում պիտի օգնենք, բայց ես արդեն կառավարության միջամտություն է պետք, տեղային մագարտակով չի թվում, որ կարողանանք։ Հրատապ խնդիրը կարգավորելու առաջարկով շատ է դիմել մարզի ղեկավարությանը, բայց հարցը ոչ մի անգամ չի քննարկվել, միայն սեղանի շուրջ ուսումնավարժանքներով միջոցառումների պլան կազմելով, որին նաև վարչական ղեկավարին են հրավիրում։ 70-ականներին կառուցված տներից բացի 1996 թվականից գյուղի դպրոցն է տեղակայված նույն սողանքային գոտում։ Մարինե Տերբինյան, Արտյոմ Խաչատրյան, Հորիզոն։ Թուրքիայի խոշոր քաղաքներից Ստամբուլում այսօր տեղի ունեցած երկրաշարժի մասին 6.2 մագնիտուդով երկրաշարժին հաջորդել է ևս մեկ 4.9 մագնիտուդով երկրաշարժ գրանցվել են 5 տասնյակից ավելի հետ ցնցումներ 3.1-ից 4.9 մագնիտուդով էպիկենտրոնը գտնվել է Սիլիդրի թաղամասում Մարմարա ծովում Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ ցնցումները զգացվել են հարակից նահանգներում այդ թվում Բուրսա, Յալովա, Թեկիրդախ Ստամբուլի նահանգապետարանի հաղորդմամբ երկրաշարժի հետևանքով խուճապի հետևանքով տուժել է 151 մարդ, զոհեր չկան։ Թուրքիայի խորհրդարանի նախագահ Նումուն Քուրտուլմուշը կոչ է արել երկրի հաստատությունների եւ բնակչությանը պատրաստվել ավերիչ երկրաշարժի, որի նախաշեմին է Ստամբուլը, այս մասին հայտնում է Անադոլու գործակալությունը։ Նա նաեւ նշել է, թե պետք է պատրաստ լինեն հնարավոր բնական աղետը նվազագույն կորուստներով հաղթահարելու համար։ Չինաստանն ու Ադրբեջանը ռազմավարական համագործակցության հռչակագիր են ստորագրել, փաստաթուղթը ստորագրել են Չինաստանի նախագահ Սի Ցինփինը եւ Ադրբեջանի նախագահ Ալիևը։ Կողմերը նախատեսում են համագործակցել շուրջ 20 ոլորտներում։ Չինաստանի նախագահը ասել է, որ պատրաստ է համագործակցել Ադրբեջանի հետ միջազգային համակարգի պաշտպանության համար, մասնավորապես իրավապահ եւ անվտանգության ոլորտներում։ Հիշեցնենք, որ անցած տարի Պեկինն ու Բաքուն ռազմավարական համագործակցության մասին պայմանագիր են կնքել, որով կողմերը խոստանում էին հազարավոր կիլոմետրեր բաժանող երկրների հարաբերություններին ռազմավարական բովանդակություն հաղորդել։ Ահաբեկչական խոշոր հարձակում է տեղ ունեցել Հնդկաստանում, 26 մարդ զոհվել է, 17-ը վիրավորվել։ Զինված անձինք հրազենից կրակ են բացել Հնդկաստանի կողմից վերահսկվող Քաշմիրում գտնվող զբոսաշրջիկների ուղղությամբ։ Զինված հարձակման պատասխանատվությունը ստանձնել է Քաշմիրի դիմադրություն խմբավորումը, այս մասին հաղորդագրություն տարածելով սոցիալական ցանցերում։ Կազմակերպությունը նշել է, որ այդ կերպ իր դժգոհություն է հայտնում հազարավոր ներգաղթյալների բնակություն հաստատելու դեմ, որի հետևանքով փոխվել է ժողովրդագրական պատկերը։ Սա Հնդկաստանում խաղաղ բնակիչների վրա ամենամեծ հարձակումն էր 2008 թվականին Մումբայում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, այն ժամանակ ավելի քան 160 մարդ էր զոհվել։ Վարչապետ Նարենդրա Մոդին ընդհատել է երկօրյա այցը Սաուդյան Արաբիա եւ չորեքշաբթի առավոտյան վերադարձել Նյու Դելհի։ Այժմի համար այսքանը, ծանոթացեք նորությունների ժամը 20-ին։